Խնդիրը կոչվում է ինչպես կոտրել ընկույզները։ Խոսքը վերաբերում է ոչ թե մեկ ընկույզի մասին, որը կարող է դրան արանքը դնել եւ ջարդել, այլ պատկերացրեք հազարավոր ընկույզներ կան եւ հարկավոր է նվազագույն ծախսերով մեծ քանակությամբ ընկույզներ կոտրել։ Ինչպես դա իրականացնել, ինչպիսի լուծումները հնարավոր։ Սա խնդիրն է, եւ ես քանի որ լուծումները տարբերություններով են առաջարկվելու, ես հիմա դրանք ներկայացնում։ Առաջինը հետևյալն է. տեսակավորելը չափսերի եւ մամլիչով ճզմել։ Այսինքն եթե բոլորը այս չափսի լինեն, մամլիչով կճզմեն եւ բոլորը կջարդեն։ Հաջորդը ընկույզները պատել կպչուն փոշով, որպեսզի բոլորի չափսերը նույնը լինի եւ մամլիչով ջարդեն։ Ինչպես տեսնում եք, ստացվեց նախորդ լուծման զարգացումը, այսինքն նորից մամլիչով ջարդելը, բայց մի փոքրիկ զարգացրեցին, որ այդ սելեկցիա չարի մեծ փոքր ընկույզ եւ բոլորը մի չափսի կլինեն եւ դա կարելի է ջարդել։ Այսինքն սրա զարգացումը։ Հաջորդը կարելի է պատել ոչ թե սովորական փոշով, այլ ֆերոմագնիսական փոշով, որից հետո երբ որ ջարդվի մագնիսի միջոցով այդ թեթևները կարելի է հեռացնել։ Ուրեմն տեսանք, որ այս ուղղությամբ զարգացումը ինչ-որ արդյունքի բերեց։ Հիմա հաջորդը։ Մոդերատորը այս ժամանակ առաջարկում է իսկ լուծում, որպեսզի միակողմանի չգնա քննարկումը, մոդերատորը ասում է, որ իսկ ինչ ուժ է պետք, որպեսզի ընկույզը կոտրվի։ Ուրեմն առաջինը պարզ է, ինչ-որ բանով հարված է, չէ՞։ Եթե դու ինչ-որ բանով հարվածում ես ընկույզին, դա նույնն է, թե ընկույզով հարված ես ինչ-որ բանով։ Սա կոչվում է հակառակ ինվերսիայի էֆեկտ, այսինքն փորձում ես հակառակ ինվերսիայի էֆեկտ։ Այսինքն կարելի է ընկույզները կրակել, ընկույզներով կրակել որևէ բան, պատի վրա, եւ նրանք կջարդվեն։ Կարելի է ընկույզները գցել երևից հատակից, որտեղ շատ բարձր ընկույզները գցել, բոլորը կջարդվեն։ Սա եւս լուծում է։ Բնության մեջ ինչպես են կենդանիները կոտրում ընկույզը։ Սա կոչվում է անալոգիա։ Ծիտը կամ արծիվը վերցնում ընկույզը, բարձրացնում է շատ վերև ու գցում է, չէ՞։ Այսինքն կարող եք նաև ձեր երևակայությունը խթանելու համար օգտագործեք բնական երևույթները։ Շատ դեպքերում օրինակ գույների համար թիթեռնիկի թևերի գույնը կամ ցիասանը եւ այլն։ Ստեղ ուրեմն էվրիստիկ հնար է, հաջորդը կոչվում է, հաջորդ հնար ինվերսիա կոչվում, դու ոչ թե դրսից ես սեղմում ջարդելու համար ընկույզը, նորից եմ ասում, սա տեխնիկական լուծում է, բայց շատ լավ է ցուցադրում, որ տարբեր մեթոդներ լավ է ցուցադրում են, դու ոչ թե դրսից ես սեղմում ջարդելու համար, այլ ներսից ես սեղմում, դու քեզ պատկի դնում ես ընկույզի տեղ, իսկ ես լինեի ոնց կջարդեի միջուկի տեղ ավելի շուտ, ընկույզի միջուկի տեղ եւ միջուկը ինչ անում, բրդում է կեղևին, կեղևը ջարդվում է, չէ՞։ Ուրեմն այդ ձևի դա կարելի է ուրեմն ոնց կատարել, բարձր ճնշման ուրեմն բարոկամերա սարքել, բարոկամերայում լցնել բոլոր ընկույզները, արտաքին ճնշումը մեծացնել, բարձր որ ճնշումը կփոխանցվի նաեւ ընկույզի ներսը, չէ՞։ Հետո ակնթարթորեն արտաքին ճնշումը եթե գցես ընկույզի ներս եղած ոտի ճնշումը կկոտրի ընկույզը։ Ուրեմն ես որպես ինչ չերկարացնեմ, հենց այս լուծումը պատենտավորվում է եւ դառնում է արդեն որպես մեծ քանակությամբ ընկույզների կոտրելու